Հունիսի 22-ի դերությամբ չունենք շնորհավորանք կամ արձագանք Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից եւ Իրանի հոգեվոր առաջնորդը եւս չի շնորհավորել։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից են Ռուսաստանն ու Չինաստանը։ Հիշեցնում է քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը, որի կարծիքով, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը սկսի սրտիկներ ուղարկել Մոսկվա, Պեկին ու Թեհրան, նրա անկեղծությանը չեն հավատալու։ Այն որ ասում են Մոսկվա слезам не верит, կարանք ասենք Մոսկվա слезам не верит, Պեկին слезам не верит, Տիգրան слезам не верит։ Քաղաքագետը կարծում է, այս ընտրությունները նաև ինքնատիպ հանրաքվե են այն հարցի շուրջ, թե արդյոք քաղաքացիները կողմ են Փաշինյանի արտաքին քաղաքական կուրսին։ Ու չնայած ՔՊ-ն երրորդ անգամ է իշխանություն ձևավորելու հնարավորություն ստացել, քվեարկության արդյունքը վկայում է, որ շատ քաղաքացիներ դեմ են գործող իշխանության արտաքին քաղաքականությանը, ասում է Բենյամին Մաթևոսյանը։ Նույն թրիպը, չէ, այսինքն տեսեք, եթե ես այստեղ հասկանում եմ, որ դա մի հատ պրոյեկտ է, որը ուղղված է Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի դեմ, իմ խորին համոզմամբ չինական պետության ներկայացուցիչները եւս այս ամեն ինչը հասկանում են, բա դու ինչ վերաբերմունք ես ակնկալում։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից Մեծ Բրիտանիան էլ վարչապետի մակարդակով չի շնորհավորել Փաշինյանին։ Երևան շնորհավորական ուղերձ է ուղարկել միայն պետնախարար Դաութին։ Դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը չի բացառում, որ Լոնդոնում սպասում են սահմանադրական դատարանի որոշմանը, որից հետո Փաշինյանին կհեղեղեն բոռան շնորհավորանքներով։ Եկեք չմոռանանք, որ այսօրվա մեր իշխանությունները դժբախտաբար արևմուտքի դրածո են եւ իրենց գլոբալ սցենարի մաս են կազմում եւ դրա ծրագրի համապատասխան են գործում։ Աղաջանյանի խոսքով ընտրությունների արդյունքները շոկային են եղել արևմուտքի համար, հասկացել են, որ քաղաքացիների մեծ մասը մերժում է Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։ Սակայն ըստ Աղաջանյանի արևմուտքը չի հրաժարվելու Հարավային Կովկասում իր նպատակներից, Հարավային Կովկասը դարձնել ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի եւ հակառուսականության պլացդարմ, նաեւ Հայաստանի իշխանության համաձայնությամբ։ Շարքային գործողությունների մի ամբողջ ցանկ ենք տեսնում, որոնք ապացուցում են, որ այս իշխանությունները լռելային ուղղակի մեր պետությունը դնում են ՆԱՏՕ-ի ենթակայության տակ եւ սպասարկելու հեռահար ծրագրեր։ Հեռահար ծրագրի մասը այստեղ ընդհանրապես ռուսական ազդեցության բացառումն է։ Քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը նկատում է, եթե ՔՊԱ-ականները ընտրություններից առաջ ինքնավստահ հայտարարում էին, թե ռուսները ստիպված են լինելու հաշվի նստել ժողովրդի քվեի հետ, հիմա երբ 50+1 չեն հավաքել, կտրուկ փոխել են լեքսիկոնը։ Դուք հաստատ նկատած կլինեք, չէ, այդ ԿՊԱ-ականներից մեկը ասեց, կլինի ՍԴ-ի որոշում, ուզեն թե չուզեն, հաշվի են առնելու ՍԴ-ի որոշումը։ Բա սրանից առաջ ասում եք ուզեն թե չուզեն ժողովրդի որոշումն են հաշվի առնելու։ Այսինքն դուք եք հասկանում, որ ժողովուրդը չի աջակցել ձեզ ձեր վարած քաղաքականությանը, ձեր առաջ բերած օրակարգին, հիմա ինչ գրպանային սահմանադրական դատարանին եք հղում անում։ Ըստ քաղաքագետի Փաշինյանին շնորհավորելու համար Պուտինը ՍԴ որոշմանը չի սպասում։ Ինչու իրենք պետք է շնորհավորեն Նիկոլ Փաշինյանին։ Ըստ քաղաքագետի դեռ այս ընտրություններից առաջ են Կրեմլում հասկացել, որ իր թիկունքում Երևանը գործարքի է գնում Ռուսաստանին թշնամի հռչակած Եվրամիության հետ։ Կարող է չէ այնպես ստացվել, որ Հայաստանը պատերազմի ժամանակ հայտնվի բարիկադի հակառակ կողմում։ Ինչու մենք պետք է ֆինանսավորենք մարդկանց, ովքեր կարող է պատերազմեն Ռուսաստանի հետ։ Կարինե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։